Թրամփի միգրացիոն քաղաքականությունը ոտքի է հանել Լոս Անջելեսի ու Նյու Յորքի բնակիչներին։ Հրեշտակների քաղաքում ցուցարարներին ճնշելու են գնացել ազգային գվարդիայի առաջին զորքերը։ Ակցիաները վերաճել են բախումների, Թրամփի հրամանով միայն Լոս Անջելես է ուղարկվել 2000 զինվոր։ Ցույցերի ժամանակ վրաերթի հետևանքով տուժել է 2 ոստիկան, նախագահն արձագանքել է խռովություններին, հայտարարելով, որ կարգը կվերականգնվի, ապօրինի միգրանտները կարտաքսվեն եւ Լոս Անջելեսը կազատագրվի։ Ցուցարարները փակել են քաղաքի խոշոր ավտոմայրուղիներից մեկը, հրկիզել մեքենաներ, իրավապահ մարմինները կիրառել են արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ եւ լուսաձայնային նռնակներ։ Իրավիճակը լարվել է այն բանից հետո, երբ ICE դաշնային ծառայողները մի քանի օր Լոս Անջելեսում ներգաղթային խոշոր գործողություններ են իրականացրել, ձերբակալելով 100-ից ավելի ներգաղթյալի։ Նրանց մի մասը ըստ իշխանության ունեցել է քրեական անցյալ, իսկ մյուսները ձերբակալվել են բնակության կամ աշխատանքի իրավունք չունենալու համար։ Ամեն ինչ անում են, որ ժողովուրդը չպայքարի, վախենա, հեռանա։ Նրանք չէին պատկերացնում, որ ժողովուրդը դուրս կգա փողոց։ Նրանք փորձում էին ահաբեկել մեզ, բայց մարդիկ դիմադրեցին, մենք չենք հանձնվելու։ Պայքարի դուրս եկածները մտադիր են ամեն գնով հասնել նրան, որ անմարդկային ռեյդերը դադարեցվեն։ Հաճելի է տեսնել, թե ինչպես են բոլորը դուրս եկել փողոց ու պայքարում հանուն նպատակի։ Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը։ Թրամփի վարչակազմը, սահմանապահ ծառայությունները, ICE գիտեն, որ չեն կարող կանգնեցնել մեզ, չեն կարող երկիրը քաոսի վերածել ու պատասխանատվություն չկրել։ Եթե համարժեք դիմադրություն լինի, մենք կարող ենք պայքարել նրանց ապօրինի գործողությունների դեմ։ Այս գործողությունները համընկնում են Թրամփի վարչակազմի ներգաղթի վերահսկողության խստացման նոր փուլի հետ։ Միգրացիոն ռեպրեսիաները մտահոգիչ են նաև հայ համայնքի համար, հատկապես Գլենդելում, Հոլիվուդում, Բրբենքում եւ Կալիֆոռնիայի մյուս հայաշատ քաղաքներում։ Որոշ դեմոկրատներ մեղադրում են իշխանությանը ավտորիտարիզմի համար։ Թրամփը հայտարարել է, որ որդեգրել է զրոյական հանդուրժողականության մոտեցում, հատկապես այն դեպքում, երբ բռնությունն ուղղվում է պետական աշխատողների դեմ։ Մենք զորքեր ենք տեղակայելու ամենուր։ Թույլ չենք տալու, որ երկիրը մասնատվի, ինչպես եղավ Բայդենի օրոք։ Կալիֆոռնիայի նահանգապետը խիստ քննադատել է Թրամփի որոշումը, այն անվանելով սադրիչ ու վտանգավոր։ Նաև հրապարակել է տեսանյութ, որտեղ նախագահը սպառնում է քրեական հետապնդում սկսել նահանգային պաշտոնյաների նկատմամբ, եթե նրանք խանգարեն ներգաղթային օրենքների իրականացմանը։ Թրամփն իր հերթին մեղադրել է նահանգային եւ քաղաքային ղեկավարներին անգործության համար, հայտարարելով, որ եթե տեղական իշխանությունները չեն կարողանում վերահսկել իրավիճակը, դա կանի դաշնային կառավարությունը։ Լենա Կարապետյան, Էպիկենտրոն,